Գյումրեցի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի կամ ինչպես ավելի շատ ընդունված է ասել Ֆրունզի 82-ամյակը նշվեց Գյումրիում ոչ այնքան մեծ շուքով։ Մշակույթի գործիչներն այցելեցին Թատերական հրապարակ, դերասանի արձանին ծաղիկներ դրեցին, հետո Մհեր Մկրտչյանի տուն թանգարան այցելեցին։ Եղած ցուցանմուշներից առաջինը, որ տեսնում ու անտարբեր չէին, դա հին օրերի երգը կինոնկարի Ֆրունզի հայտնի կոմոդն էր, նաև 0199 կարճամետրաժ ֆիլմի տակառիկը։ Սա նվագախմբի տղաների մեջ նրա հենց գործիքն է։ Ֆրունզը բոլորի մեջ տպավորվել է որպես ուրախ դերասան, բայց միևնույն ժամանակ տխուր։ Ծիծաղող դերի մեջ նրա աչքերը տխուր են, չգիտեմ, ինձ այդպես է մեջ թվացել, որ ինքը անձնապես երջանիկ չի եղել, դա բոլորիս է հայտնի ու շատ ափսոս, եւ իր մեջ ուժ է գտել նաեւ մարդկանց ուրախացնելու։ Այ ինչպես Լեոն Եղիբարյանն ասում էին, ծաղրածուն աշուն է սրտում, այնպես էլ կարծում եմ շատ դա բնորոշ է նաեւ մեր Մհեր Մկրտչյանը, որովհետեւ իր հայացքում այն ամենն ինչքան էլ ինքը փորձում էր թաքցնել, իր անձնականը զգացվում էր, իր տխուր հայացքը կար։ Թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը նշեց, որ թանգարանում 1000-ից ավելի ցուցանմուշ կա եւ դրանք անընդհատ համալրվում են։ Ցուցանմուշներից առավել նա առանձնացրեց փոքրիկ խամաճիկը, որը թանգարանին նվիրել է Մհեր Մկրտչյանի Արգենտինայում բնակվող թոռնուհին։ Ասեց, որ այս խամաճիկը եթե խոսել կարողանար, ինքը շատ բան կպատմեր իմ պապիկի մասին եւ ասում է չկար նրա կողքին որևէ մեկը, որ կարողանար իր հուշերը, ապրումները, ցավերն ու տառապանքները ինչ որ մեկի հետ կիսեր եւ ինքը խաղացնում էր այդ փոքրիկ խամաճիկը եւ միաժամանակ ապրումներով կիսվում էր եւ նորից սկսում էր ապրել, շարունակել։ Թանգարանը գործում է արդեն 6 տարի, ինչպես նշեց տնօրեն Շողիկ Մելքոնյանը, այն երբեք այցելուների պակաս չունի։